բան արեցին։ Գրուպա եք սարքել ես Պոլշայում, ձեր երեսից դարել են գրուպաներ։ Չկա էլ միասնության հայեր, որ մենք կայանանք ասենք մեր հայերը, դարել են գրուպաներ։ Դարել են Կատովիցի հայեր, Գդանսկի հայեր, Ոջի հայեր, Կրակովի հայեր, Վրոսլավի հայեր, չկա հայեր, Պոլշայի հայեր չկա։ Խիչ ես այդ դրա մասին ասում, այդ մեզ տելևիզորով գարի դեմք ընդունած, մենք ես չճանաչեի կես ես նայի դեմքիտ կոսի, ոյ ես մեղկիս ես ինչով տղայա, ոյ ես բուպուշ տղայա, բայց դե գիտես դու ով ես, բուպուշ տղա չես, գրեհիկ, անտաղանդ, կես ոչ կուլտուրական տարրական կուլտուրա ունես, ոչ միտեղ կես պայելու ձև չունես, խմում ես, կես կուքո որը կործնում ես, Էդի արի դու քեզ ցույց տուր, ոչ թե տելևիզորով սաղ էլ կայֆ են, հեն Ալեմեի Տիգրան Կարապետյանն էր, կասեր դու ադամանդ ես, մի հատ էլ միկրոբան կտար, մագնիտոֆոն կտար, կետար կասեր, ես լավ տղա եմ, ինձի մագնիտոֆոն տվեցին։ Բեր ասե ինչ ես արել դու մեր հայերի համար, ես ձեզ ասեմ մի հատ ես Տոմեկի հարցը։ Ես Տոմեկը, դե որ չլինելով հայկական լեզուն չիմանալով, Ես մարդը տարբեր մանիպուլացիաներին կարան անեն իրան տարբեր մանիպուլացիա։ Ես իրան խոսալով, որտև ես իրան նայում էի մի տարի, ես վերջերս եմ սկսել իրան հետ ինչ-որ մի բան խոսել, ես ինչ եմ նկատում, միամիտ, բաց սրտով, լավ մարդ, բարի խելոք մարդ, որին եթե ընկնի այդ բարի խելոք մարդը վատ մարդկանց մեջտեղում, այդ մարդուն կուտեն։ Այս մարդը տարբեր պիսներ անում, թե հրաչիկ ասում մանիպուլացիա, ամենամեծ մանիպուլանտը դու ես ես երկրում, եթե հայերի նկատի ունենք, մեկ ինձ հարցնի ամենամեծ մանիպուլանտը հայ քեզ կցույց տամ, դու ես ամենամեծ մանիպուլանտը, մանիպուլացիա է անում Տոմեկ, այս մարդը, նորմալ մի բան է գրում, այդ պոստերները, որ Հայաստանում ես իմ ինստագրամյան էջին էլ էի դրա մասին ասել, որ պիսը որտեղի որպես բան կառավարող լավը չես, պոլշացիներն էլ շատ չեն սիրում, ինքը իր երկրի համար էլ վատ անում, տնես չի, որ մենակ Հայաստանի համար է ինքը դեմ, պիսը վապշե իր էությամբ է ինքը վատ պոլիտիկա վարող անձնակազմ իրանց գլխավորությամբ իրանց պրեզիդենտին, որին մեր հրաչիկը շնորհակալություն հայտնում, ինչ ես դու շնորհակալություն հայտում այդ մարդուն, որ այդ մարդը գնաց դարավ Էրդոգանի սոյուշնիկը, դարավ մտավ թուրքերի ոռը, գնաց քո պոսելներին ասեց բան արեք չգոսովատարեք, դու այսօր գալիս ես ասում ես շնորհակալություն, պանի պրեզիդենտ չէ դու դա, իմ կողքը կայնած միկրոֆոնով գոռում էիր տղա ջան, շնորհակալություն, ես էլ կողքից գոռում էի խիստ դրան շնորհակալություն հայտում, քո կողքը կայնած Վարշավայում, այդ դու չես շնորհակալություն հայտում, որպես ինչ ես այդում պրեզիդենտին դու շնորհակալություն հայտնում, ձևարաններ չունես տղա ջան, կայնես այդ միկրոֆոնով ասես, այդ ինչ եք անում, մենք այդ 650 տարի հիստորիա ունենք ձեր հետ, որպես քրիստիանսկի երկիր, խես մուսուլմանին դու բան անում, չունես այդպես ձևարան, հրաչիկ ջան, որտեվ կբռնեն վիզդ կոլորեն բայլակները, դրա համար քո այդ որտեղ որ պետք է բայլակներին ոռ ես մտնում, որտեղ որ պետք է բայլակներին դատի ես տալի, այդ է քո պոլիտիկական, ես միշտ եմ ասել, որով որ պոլիտիկայի մեջ է գնում, դա ծախվող մարդ է, չծախվող մարդը այն մարդն է, որ իր զինվորի մասին է մտածում ու իր երկրի ու իր ազգի։ Մի հատ մարդ, որը անում է ամեն ինչ, իր ժամանակն է տալիս, իր փողն է տալ, իր ամեն ինչն է տալ, իր հայի, իր մանուկ երեխեքի համար է անում։ Այն փուճուր 5-6 տարեկան տղա երեխեքը մի քանի տարուց, եթե մեր վիճակը չնորմալանա, գնալու են մահանան։ Դու քո փուճուր հայկական երեխեքին արա, ոչ թե գալիս կթակնում ես, գալիս ես կանում, շնորհակալություն, բանի պրեզիդենտ չէ դու դա, ինչ շնորհակալություն, ինչ շնորհակալություն դու որպես այդ մարդու խես շնորհակալություն հայտնում, թե քո պրեզիդենտ դու դան ինչ արել իմ համար, որ դու իր շնորհակալություն, բանի դու դա։ Ու մի հատ հարց ունեմ էլ իրան, դու հետ քո վրեն վեկալար, որ այդ Տոմեկի գրած այդ քո վրով էր, ոչ ընդհանուն կար գրած, ոչ ազգանուն կար գրած, ուրեմն մինչև այդ արդեն պետք է հայերը քեզ ասած լինեն, տղա ջան, այս ինչ ես անում, դու մեր դեմ ես ելել, որ դու քո վրա վեկալար, որովհետև եթե ես այդ սպիսը կարդացի, ես քո վրա չվեկալա, հա, հայ գործիչ,
Լիքն են հայ գործիչները, կոնոմանները լիքն են սոված կոնոման, հայ գործիչներ լիքն են Պոլշայում, ով հելնում է գործիչ է դառնում, պրեզես է դառել, հենա ուզում ես ենքան պոպարջա ունեմ թե հայրի թե լերի ելեմ պրեզես դառնամ, ելը պրեզես դառնամ, իմ ինստագրամի մեկ էջս լայվեր որ անում եմ բանը պոլսկի թեմատիկայով 10,000 հոգի մարդ է նայում, ելեմ պրեզես դառնամ, դու դրել ես կեզ ես իմում տեղ տղա ջան, դու ով ես վապշ ես երկրում Ու տվել է, տոմեկի տվել է դատարան, ապրեց որ տվել ես, դե հիմա այդ դատը բաց արա, որ դու այսօր ինձ ասում էիր տելևիզորով ինձ էիր ասում, որտեվ ես էդի նայում էիր, էդի ինձ էլ էիր, որպես ինձ, ոնց են ասում, նայողներին ես չէ դիմում, ես էդ մի նայողներ ես էի, ասում ես մանիպուլացիա է անում տոմեկը, ու թղթերն հանել ոչ մի եվրոպական երկրում չես տեսել, որ ինքը դատական թղթերը, ինքը դատական թղթեր չի հանել տղա ջան, նախև առաջ հանել է թղթեր, պոլսկի գրած, որոնք քո advocate-ը գրում է ներողություն խնդրի տոմեկն էլ գրում է խնդրեմ, բայց ինչի համար խնդրեմ Մա տասա որտե եմ քո անունը շեշտել, քեզ վատ բան ասել, որ ես էլ տղա ջան ներողություն խնդրեմ։ Իսկ հանելա քո վկաների անունը ազգանունը տվել, որ բոլորս տենան, որ քո բարեկամներն են քո վկաները։ Ոչ թե փողոցից եկած հայն է գալի ասում հրաչ ջան գամ, ասեմ ախպեր դու ինչ ես արել, դու լավ տղա ես, մեր տոմեկը քո վրա շառը անում։ Դա կոնգերներ են, բախի պետք է չանի ցույց տա, ճիշտ է անում։ Ցույց ա տալ ինչ կեղտոտ խաղ եք խաղում։ Ու դա ճիշտն է։ Հեսա դատարանն էլ որ դատական բան ա լինելու, հանեք այդ դատական բանը դրեք։ Հանեք դրեք, որ մենք տենանք։ Թե տոմեկը սխալ է, դու քեզ ներողություն քեզանից խնդրի։ Թե դու ես սխալ, դու էլի հայրը տքին քո երեսին։ Որ այս նեղ վիճակում, որով մենք հայտնվել է մեր Հայաստանը, մեր հայերը, գոնե մենք համախմբվենք, ասենք լավ, թող մենք թուրք չենք, արա ազերբայջանցի չենք։ Դա ճշնամուս հետ դաժե կնստեմ արախ կխմեմ, եթե իմանամ իմ 10 կյանք զինվորին հետ են տալու։ Կնստեմ հետները արախ կխմեմ, արախ չեմ խմում։ Բայց կխմեմ հետները։ Դու դրել ես հենց վիճակում, որ մենք քաքի մեջ ենք, քեզ ասեմ, հայկական գրեիկ բարբարով քաքի մեջ ենք, այսինքն ժողովրդավարի քաքի մեջ ենք։ Դրել ես դատի ես տալի, ազերներն են վրեկներս խնդում են։ Ազերները ասում են տոմեկին այ դու հայկական շուն, հիմա էլ դրել է հայկական շանը դատի ա տվել։ Էդա կո մտածելը։ Ուրիշ բաների մասին չեմ խոսում, հրաչ, դու շատ լավ գիտես ինչերի մասին կարամ խոսում, շատ բաների կարամ մասին խոսում, այդ քո տեր հայրերի, կոնգերների, տենց բաների մասին չեմ խոսում, ու գետես շնորհակալություն կհայտնես այս Պոլշայի լավ տղերքին, որոնք իմ արգանքը ունեն, ոչ թե կզանգեն ինձ հատատը կտանգացուն, աղջի, դու գիտես, ինձ տենց հատատը տվողներին ինձ չեն հետաքրքրում, նախույ, քո կոնգերներն ու քո հատատը տվողները, ինձ ես լսում եմ խելացի հայերին, որոնք լավ բան են անում, զանգում են ինձ ասում են, նոնա ջան, արի դու տենց բաները մի ասա, ոչինչ մեր հայնա, տենց բան չանեն, իրանց գետաս մատաղի գարի դեմքով շնորհակալություն կհայտնես, որ շատ բաներ քո մասին չեմ ասում, տղա ջան, գետաս իրան շնորհակալություն կհայտնես, որովհետև դու այսօր ես կարամ ասեմ, որ քո արած ձևը քոչարյանական ու սերժական ձև է, նույն քոչարական ու սերժական ձևերն եք անում, ով մեր հետ չէ, դի մեր դեմ է, այդ նույն ձևի քո նմանները 25 տարի իմ երկիրը թալանեցին, ոչ եթե ոչ 30, ես անցած տարի պատերազմից հետո մտա Telegram գրուպ, որտեղ կար 30,000 հատ հայ, ինձի կերան այդ հայերը, ինձի կերան, ասում է Փաշինյանի զոմբի ես, չէ զոմբի չեմ ոչ մեկից, նեղացած եմ Փաշինյանից, ունեմ իմ, որպես իմ աղբոր պահով ես իրանից նեղացած եմ, ոչ վատ բան եմ այդ մարդու մասին, ուզում ասեմ ոչ լավ բան է, որովհետև այդ մարդուն ես չունեմ մեղադրելու, այդ մարդը եկավ երկիր քանդած կերած թալանած, իսկ մեր անշնորհակալ հայերը ուզում էին 2 տարում այդ մարդը այդ երկիրը կառուցել դարձել անկախ ազատ Հայաստան, 25 տարի կերակ Գեներալ Մանվելից բռնածիսին որտեղից կետ բանարած, մեր զինվորների ուտելիքով բռնածիսին ինչով վերջացած համալիրը ծախեցիք, ձեր նմանները հրած ծախեցին ու արեցին, քո նման հայերը, մեր հայկական հիստորիայի մեջքով այսպես սխալով արեցին էդի, իրանց բողազի մասին մտածելով, կազինոներում, լավ թեմա է, չէ՞ ճանաչված թեմա է քեզ, դա կազինոներում, բարդականոցներում նստած
փողերը կերան, Հրաչ ջան։ Հենց որ դու մի արի ու մի ասա այս Պոլշայի երկրում, որ դու մեր համար ինչ-որ բան ես անում։ Ստեղի հայերի, չգիտեմ, Հայաստանի հայերի համար կարողանում ես, ցույց տուր։ Մենակ խոսալով չի։ Ես էլ այսօր կարամ դնեմ, ասեմ, ես եմ անում, ցույց տուր։ Ոնց որ դու ցույց ես տալու, մե ասում ես, չէ, այրին ցույց կտամ, ինչա տոմաշար է։ Ես դատն էլ արեք, թո բաց դատ լինի։ Մենք ուզում ենք տենանք հայերս։ Եք սաղ տակից անում, տակից վեկալում, տակից սարքում, այսքանը վեկալում եք, այսքանն եք տալի։ $100,000 կվեկալես, Հրաչ կտաս $1,000 եկեղեցուն, կոսես եկեղեցի եմ արել։ Բեր բաց, այսինց բաց, արա։ Ուզում եք տենանք ինչ եք անում։ Կարող է անում ես, ես անշնորհակալ հայ եմ միատել, ես ինձի տատալոշ կտամ, կասեմ աղջի, հո դու դեբիլ չես, ստեղ են այսքան բան անում, դու ինչ ես անում, ասում, բեր ասա, կարող է անում ես, ես չգիտեմ, բայց կնկատ ընտանիքի ու ընկերների կնանիքի ու քո ընկերների համար չեմ ասում, մեր հայերի համար, ինչ ես արել։ Նույն էլ քո ընկերները, Վարշավայի, ինչ են արել հայերի համար, ու դեսպանի մեղավորությունն է, որ այսօր դու կարում ես հայերի վրա հաչաս, որ մի բան ուզում են անեն, դեսպանն է մեղավոր, որ հայ համայնքը այսօր չի կարում ինքը իրար հետ խոսան, որ իրար վրա հաչում են, շամպես։ Էդի դեսպանի մեղավորությունն է, որ չկա մատենես ձվարաններով մարդ կայնի ասի լսի, տղա ջան, ու դու, հանգստացեք, մենք պրոբլեմ ունենք Հայաստանում, այդ պրոբլեմի հարցը պետք է լուծենք։ Այսօր Հրաչիկը զբաղված է բանը, լավ, Հրաչ դարար մարդ, քեզ մեկը չանաչեց, տղա ջան, դու ով էիր վաբժե, քեզ ով էր ճանաչում։ Ես Պոլշայում ինձ ավելի շատ գիտեն, քան որպես հայ, քան քեզ։ Դետես որ Պոլշայի քաղաքներում կասես նոնա, կասեն, հա, ճանաչում եմ, նայում եմ իրան։ Քեզ ով է ճանաչում, քո եկեղեցականները, ցավատանեմ եկեղեցականները ստե գիտես ինչ կարծիք ունեն այս երկրի եկեղեցականների մասին, չէ՞։ Գող, բոս, մաֆիա, եկեղեցական երկրում էդ։ Եկել ես դասում ես եկեղեցական եմ, եկեղեցի եմ վեկալու, եկեղեցու տեր եմ, դպրոցներ ենք սարքում։ Աղջիկը մեռավ, հայ աղջիկ, ջահել հայ աղջիկ, 20 քանի տարեկան, չէ, կներես 20 քանի չէր, 32 էր։ Դուք այդ աղջիկա համար այդ ձեր եկեղեցում այդ տերտերը եկավ, գոնե այդ աղջիկա թաղում աներ։ Եկավ, բերիր Հրաչ, կողքդ էր ապրում այդ աղջիկը, կողքիդ քաղաքում էր ապրում, հայ աղջիկ էր, առանց ծնողի, առանց հարազատների, պայլակները արեցին։ Այս երկրում պայլակներն են օգնում հայերին, դու ինչ ես անում։ Շատ խմում հետ ես տալի, լավ չեմ խոսում դրա մասին, այսքան է հայր ջան, ես այսքանն է ուզում ասեի, իսկ մնացածը ես շատ կուզեմ, որ մի օր ես հայերին, շատ որպես հայերին, չեմ խոսած է հայերի հետ, ես իմ լայվերում միշտ պայլակներն են ելում, ու միշտ պայլակների հետ եմ խոսում հայկական պրոբլեմների մասին, Ադրբեջանի մասին, ինչ են մեզ թուրքերը անում, որովհետև